Aniversario te tuktuki Patije te ampoto andrevot oh oh Zaveshte te konkret chakadagir domino oh oh Ay keskino Yev kamchuni kho hararet rute mersoch Kesar kabore sirel Umi kichel poch Kesar kabore asen Kesar goshte no domino oh oh Vetsavora kankino Spufat mulțuna mer Այստեղ ոչ տերն ունի շուն Ոչ շունը տեր Այստեղ ամեն նոր կյանք է ու նոր կինո Դոմինո Բծովորական կինո Կրացեք Լավ հելեք Եթե մարդա մեկը մեզ ժամանակին զգուշացրած լիներ, որ Էրիկան ոչ մի կապ չունի 104-ի խորոյի հետ, մենք հիմա ստիպված չենք լինի ամեն մի մքեցված ապակիներով մեքենայից թռած մանգալ։ Ապրես ամեն ինչի պատճառը ոչ թե ձեր խոնար մարդա մեկն է, այլ հարսանիքը։ Ինչ հարսանիք։ Հայկական սովորական ամենաշաբլոն հարսանիքը, իր վատ հարսանեկան վալսով, Զանավեցկի կտորից կարած աղջիկների շորերով ու ամենասիմպաթիչնի մատուցողի կողմից պարացրած խորովածով։ Ես ստիպված եմ հարցս նորից կրկնել, Միկա, ինչ հարսանիք։ Այն հարսանիքը, որ ամուսնանում էին ես կողքիդ նստած օպտիկական ակնոցներով խոտը ու իր կողքին նստած արևային ակնոցներով խոտակերը։ Քեզ վիրավորեցին։ Կնոջդ էլ։ Չէ, Միկա, դու ճիշտ ես, ինքը իրոք խոտ է։ Ապե, ես հիմա համ նույն տեղում երկար կանգնել չի կարելի, որտեվ խորոյի մարդիկ մեզ տենց ավելի հեշտ կգտնեն։ Համ էլ արդեն ժամանակն է, կարան գնանք մեր նոր տուն։ Մեր տուն, ինչ լավ էր ասված։ Գնացինք։ Ամլագոտիդ գծի, այ խոտ։ Դոք, բայց ճիշտ ասած լավ կանես նասկիները դե գցես։ Home sweet home. Բայց մարդա մեկը պետք է ասի gone, sweet gone։ Չէ՞ ծունի։ Մի րոպե, որ խնդրեմ կմեծանաք։ Մինչև երբ ենք մնալու ես հիանալի ամրոցում։ Իչև խորոյի մարդիկ մեզ գտնեն։ Շատ լավ է։ Մանկուց երազել եմ ապրել ֆիթնես ակումբում։ Ինչ ավելի լավ տարբերակ գիտես, ասա գնանք ընդեղ մնանք, այ քիսա։ Այս միակ տեղն է, որտեղ մեզնից փաստաթուղթ չեն ուզում, ու այս ժամին ոչ մեկ մեզտեղ ման չի գա։ Հələ լավ է, որ Նորիկը զապաս բանալի ուներ։ Բայց նես չի, որովհետև տարբերակ է, որովհետև Նելի մի օր մեզ կգտնի, ու մենք ինքստիկյան կհայտնվում ենք ոստիկանների ձեռքում։ Մեզ կնստացնեն բանտ, ինչը նշանակում է, որ մեզ կգտնեն ոչ թե խորոյի մարդիկ, այլ էս ինքը խորոն։ Չգիտեմ դուք ոնց, ես գնում եմ քնելու։ Ավելի լավ է գնամ քնեմ, վատ երազ տեսնեմ, քան ձեր հետ շփվեմ։ Սով, իսկ այսօրը չես թողնում մարդդ գա մոտդ քնի։ Ոչ, ոնց որ նախորդ 6 օրերը։ Դուք 3 ընկերներով կգնաք մարզասրահ, ես որպես անմարդ կին կգնամ կաբինետ։ Նոր, իսկ ասում եմ կարող է Նելի Վարդանովնատ վսյոտքի հանկարծ այսօր գա։ Չէ, հա։ Իսկ որ զանգենք կանչենք։ Եթե հանկարծ Նելին եկավ, դու ինքը կարող է տեղերով փոխվեք։ Այդ սեփական փորձից ես ասում։ Չի, պիտական փորձից։ Լավ տղեկ կատակը մի կողմ։ Ես մի հատ գժական ստյուարդեսա ծանոթ ունեմ։ Զանգեմ ասեմ մեր կոտնգիրուի խփի պոչկեքին գա։ Գժվել ես։ Սոֆան։ Տեսա Սոֆային լրիվ մոռացել էի։ Կասեմ թող 3 հատ ընկերուի խփի պոչկեքին գա։ Միկա բուդիլնիկը հաստատ դրել ես, չէ՞։ Ինչի՞ ապեր առավոտը գործի ես։ Չէ, հիմար։
Ուղղակի առավոտը մինչև Նելի գալը պետք է գնանք ստեղից։ Հա, ապեր դրել եմ, բայց ինձ վրա հույս չդնեք, ես արթնացողը չեմ։ Ինչի։ Դե որովհետև այդ մեր մոտ ցեղական է ապեր, պապս էլ քնեց ու չզարթնեց։ Բայց իսկական ինձ էլ ես զարմանում եմ, մարդը ինչքան դուրակ պետք է լինի, որ սենց կանգան թողածան գնի ուրիշների հետևից։ Այդ քո գործը չի։ Բայց ախր Ոչ էլ քո գործն է, ցուլիկ։ Վեց մարդ եք։ Ճիշտ է ասում էլի։ Թողեք քնեմ։ Սրբիչես բեր։ Էտու։ Այդ հանգստացեք կաբլուկի վկա։ Չես հասկանում ներվերը տա ուտում։ Բայց այդ կաբլուկը նկան լավն է, գիտես, չէ։ Այն օրը ես էի ուզում ասեի, բայց չգիտես խի ասացի այ ոսպով սուտ։ Նոր։ Այդ ինչ ես անում։ Դոկտորի անկողինը տրիդեմ սարքում։ Հեսա ձայնային ու պատկերային էֆեկտներից կհասկանաս։ Էլի շահեցի։ Հիշացնես վաղը տրիդե արևեցաղը կառնեմ։ Անպայման։ Բարի գիշեր, մանուկներ։ Այդ լույսը ինչի անջատեցիր։ Որովհետև Սոֆան հեսա հետ է գնալու, ես չեմ ուզում իր անցնել ուղեկցվի անկապ հումորներով։ Դա բարի, արի պարկի։ Էս ինչ է։ Domino, faccio ora cantino. Ես եմ լուսը անջատեց։ Դոկտոր կթողես քնենք։ Հակ թողեմ, նույն տարիքում։ Ափսոս ընկերս ես։ Նենց եք բերաներ բացել, ոնց որ ոչ մի պրոբլեմ չունեք։ Ես ես ամեն ինչի պատճառով մի շաբաթ երեխուս չեմ տեսել։ Ուլը պարզ չի, կտենամ թե չէ։ Մի քիչ որ ուղեղներդ հասունացած լիներ։ Միած թափվի, հա, այ գժուկ։ Տղեկ մի խոսքով ես գնում եմ մի հատ խոհանոց, հարց ու փորձ անեմ, մեզ հարցնող եղել է թե չէ։ Որովհետև կարող է մեզ ընդհանրապես ման չեն գալիս, մենք ստեղ փտում ենք ու լսում ենք սրա նվնվոցները։ Ինչ բանի եք։ Չեք անում։ Բոմժ եմ դառնում։ Դու արդեն ահագին ժամանակա բոմժ ես մի կապ, մի շաբաթ։ Հիմա խոսքս ուղղում եմ adekvat մարդկանց։ Ես բոմժի կերպարով մի հատ գնում եմ մեր հայատ, փաբ, չգիտեմ, խոհանոց, մի հատ հասկանամ ինչ է կատարվում, մի հատ գիծը ստուգեմ, հետո կխոսանք։ Բայց քեզ տենց կբռնեն։ Ու կտանեմ ոստիկանություն։ Ինչի։ Որովհետև ես էլ տեսնեմ տենց սիրուն կոշիկներով բոմժ կմտածեմ, որ գողացած է։ Մա ինչ անեմ, բռնեմ կոշիկներն չխեմ, լավ ես գիտեմ, հա ոնց կկերպարանա փոխվեմ։
Պեն Նելիից էլ մեր հարևան գրիմյորից պարիկս կվերցնեմ, արագացեք դուրս արի էլի Սոֆա ջան թող փոխվեմ, աղբորպես շնչից մի նստի, հա։ Բա մենք առանց Միկայի ոնց ենք ապրիլ։ Նախ ապրիլը չի, հունիսն է արդեն։ Հետո 30 տարի ոնց ես ապրել առանց Միկայի, նենց է շարունակել։ Ժաննա։ Բայց ինչի եք 3 հատ սարքել։ Գուգոն չի խմում։ Էդ ինչից ենթադրեցի, շեֆ ջան։ Կանանց ու մեծերի հանդեպ Գուգոյի ունեցած հարգանքից։ Էլ Միկայից դենձուն չկա։ Մեռա զանգելով անհասանելի է։ Էդ որ երևաց, կասեք, աչքից չերևա։ Ապերաունը Գուգոյա, դու էլ 30 տարեկանից դիովականից։ Դե հավոտ է ասում եմ աջերի, վես։ Գուգոյ դուրը պագի։ Միկա։ Բոժ, Միկա։ Գուգոյ ինչ բոժ, դու աննորմալ ես։ Միկան է, ուղղակի կերպարանը փոխվել են, որ մարդ չճանաչի։ Դու Միկան ես մի հատ նենց բան ասա, որ ես ու Միկան գիտենք։ Գուգո դու լրիվ ես ես։ Հոյ։ Միկա։ Գուգո լասա ինչ կա։ Բան չէ դու ասա։ Ես հարցնում եմ իմ պայրով ինչ կա։ Ինձ հարցնող եղել է բացի ալիկից էլի։ Չէ։ Հաստատ։ Շատ։ Ոնց որ մի օքի հարցրել եմ։ Լուրջ։ Հայելի։ Ինչ ձև էր։ Նկարագրի։ Դե ինքը կոլոտ, հակինակնոց, դենց ապշե դուրս չեկավ, մանյակոտ էր, մանյակոտ։ Մանյակոտ։ Դե հայելի։ Բայց ինչ չից ես էլի եզրակացրել, որ մանյակոտ էր, հա։ Դե Գուգո, ասում ես կես իզուր եմ փող տալիս, հա։ Մանավանդ որ աշխատելու փոխան այդ փողը տալիս ես բոմժերի։ Լավ, մերսի աղբեջան։ Ասված բայքից պայն, ջայդեմիկից փող տվիրումիկից փող։ Գնա, Գուգո, ռադարասը։ լալսի բայց երբ տես գա գործի։ Փաստորեն մենք դեռ երկար ենք ստեղ մնալու։ Ես որ ընդունվում է այստեղ գործի, ուզում եմ երկար մնայի։ Ոչ այսքան երկար ու ոչ գիշերով։ Լավ, հա։ Առավոտ կդարդոտվեք։ Հիմա դուրս եկեք, պիտի քնեմ։
հատուկ հրավիրատոմս ես սպասում, որ գնաս ձեր սենյակ։ Սով, ես կարևոր բան ունեմ քեզ հայտնելու։ Կարևոր բաներ հայտնում եմ ես։ Ես թերթի գլխավոր խմբագիր եմ։ Բայց իմ հայտնածը ոչ քաղաքական լուր է, ոչ տնտեսական, ոչ մշակութային, ոչ էլ առավել ևս սպորտային։ Հա, եղանակի մասին ես խոսելու երևի։ Ну, ինչ որտեղ հա, մեր ընտանիքի եղանակի մասին։ Սով, ես ուզում եմ, որ մենք մարդավարի խոսանք։ Մարդավարի խոսալու համար առնվազն 2 մարդ է պետք։ Իսկ ես գիշ չեմ, որ ինքս ինձ հետ նստեմ մարդավարի խոսամ։ Սով, ես ուզում եմ, որ մենք նստենք ու հասկանանք մեր սխալները։ Մեր սխալները։ Լավ, ուզում եմ, որ մենք նստենք ու հասկանանք իմ սխալները։ Գնա ընկերներիդ հետ հասկացի։ Ես քնում եմ։ Լավ։ Ես կգնամ, բայց ոչ թե մեր սենյակ, այլ հանձնվելու։ Ուր հանձնվելու։ Շենգեն երկրի դեսպանատուն, թե ոստիկանության բաժանմունք։ Չէ, 104-ի խորոյի մարդկանց։ Գոնե տես կկարողանամ մեղքերս քավել ընտանիքիս ու ընկերներիս առաջ։ Ու եթե ինձ մի բան պատահի, խնդրում եմ ասա, որ քարիս վրա են Instagram-ի սև սառույցքով նկարած են։ Սով, դու չէիր ուզում պարկեիր։ Գարիկը փախավ։ Խի Գարիկը նորվա փախասնա։ Ուր փախավ։ Խորոյի մարդկանց մոտ, որ ամբողջ մեղքը վերցնի իրա վրա։ Մենք էլ ասում ենք Գարիկից խես չկա։ Նա այդտեղ են ինչ հումանիստական, ես կասեի ալտրուիստական, քայլ է մտածել։ Ապրի։ Անիմաստ գնալու անգնի այդ մարդկանց ձեռքը։ Ինչն է իրա վրա վերցնելու, եթե ես ոչ մի հոդված չեմ հրապարակել։ Ապա դու էլ նույն բանը լսեցիր։ Ապա սրանք մարդու կնիկ այն մոլորակային են, պրիչում են կուստել տարբեր մոլորակներից։ Հա, գիտեմ, ես մեղավոր եմ, բայց դա հիմա ավելի լավ է Գարիկով զբաղվենք։ Գարիկով պետք է ժամանակին իր ծնողները զբաղվեին, որտեղ քառակուսի գլուխ չմեծանա։ Լսի բումաժնիկս էի մոռացել։ Ես ինչի է դուրս բաց։ Ես ինչ ձայներ է գալիս։ Մեր կարող սոտքի ճիշտը փախնել, նա։ Ճագարիկ, ես աչքիս գողեր են, ես քեզ մի քիչ հետո կզանգեմ։ Փոխվենք։ Ավելի ճիշտ հագնվենք։ Հա, գնանք Գարիկին գտնենք։ Դե ճամփին մի հատ էլ կհարմարացնես Նարդոսի վրա, որ Գարիկի համար լավ կոստյում վերցնեմ ու մի հատ էլ պսակ, որ ներգրենք ընկերներից։ Ավելի ճիշտ ընկերների հիմար տրամաբանությունից։ Ինչ հագնվել, ինչ փոխվել։ Գնում եք մի անգամից Գարիկի հետևից։ Հա, բայց մարդիկ մեզ սենց տեսնեն։ Հակառակ դեպքում մեզ ընդհանրապես չեն տեսնի։ Ավելի ճիշտ իրանք մեզ կտեսնեն, մենք իրանց չենք տեսնի։ Ամեն ինչ իմանանք Գարիկը որտեղ է։ Կամ ոնց իմանանք ուր պետք է գնանք։ Ախր այդ բիցեպսները կաչատանելու փոխարեն մի քիչ էլ ուղղակի մուսկուլները կաչատանել են։ Դու չգիտես որ Գարիկը ոչ մի լուրջ բան չի անում, եթե չի խմել։ Հիմա ասեցեք որտեղ է։ Թե բացատրեմ որտեղ է դուխավորվում մեր գարուն աղբերը։ Չէ, պարզ է։ Ինչ լավ է։ Գարեն, այսօր եք կորել չեք երևում, տարել եք 5 նոր տարվա վիճինա։ Այդ կարևոր չի։ Դու ավելի լավ է իզային ասա, թող խմելու բան բերի, ու շատ։ Ինչքան շատ։ Ինչքան կա։ Ինչքան կա ստեղա, արի խմի։ Կարող է գիտես էման քո համար գռուզավի կա։ Գար։ Կներեք, երևի ճիշտ ժամանակ չեկա։ Չնայած я тут при чем, դուք եկաք։ Գար հո հիմար բաներ չես արել։ Մանավանդ ես վերջի 10-15 րոպեվա մեջ։
քեզ, ես Խորոյի մասին ոչ մի լուրջ չեմ հրապարակել։ Չփորձեք ինձ կանգնացնել։ Լուրջ եմ ասում։ Ես լրիվ լուրջ եմ ասում։ Դե երթվի։ Քո արև։ Իմ արև չէ, նորմալ երթվեք։ Մեր երեխու արև։ Կար։ Ճիշտ է, շատ վստահ էի գնում ինքնազոհության, բայց ամենաշատը քեզ էի կարոտելու կյանքս, ու ես արդեն համակերպվել այն մտքեր, որ քեզ ժպտալու եմ միայն Սերվանտի վրայի նկարի միջից։ Ապեր սրանք սկի մեր գալակտիկայից էլ չեն։ Վիկի։ Սոֆա։ Ինչ լավ հայտնվեցիք։ Այն յուրան էլ քեզ էր ման գալիս, Էրիկան քո բանալին տվել է իրան, որ փոխանցի քեզ։ Ես էլ իրան ուղարկեցի ձեր ռեստորան։ Մեր պաստորն այդ հոգնոցա որ Ամիկա ջան։ Գուգո, այդ որ ինձ հարցնում էր, ինքը օպտիկական ակրոստերով էր։ Այդ ո՞րն է։ Դե թափանցիկ։ Հա։ Ունես մի քիչ, չնայած մի քիչ որ ունես լավ էլ խզիկոտ, չէ։ Հա, իսկական մանյակ է էդի։ Այն որ տելևիզորներում ցույց են տալիս է, իբր անմեղ դեմքով են, բայց իրականում գիշերներով դուրս են գալիս, մենակ մարդ են ման գալիս։ Լավ տնես ճակատից գրածա, որ ինձ շրջապատող բոլոր մարդիկ պիտի աննասուն լինեն։ Խոհանոցում հարցնող ինձ խփնված յուրիկն է եղել։ Այդ համ էլ մանյակ է, ինձ անընդհատ տարբեր համարների ցանգում է։ Առաջարկում եմ, այս սաղ մի հատ նշենք։ Ապեր, այս տեսքով մենակ կարանք սաունայում ինչ-որ բան նշենք։ Շատ լավ է։ Հաջորդ կենացը ես ուզում եմ ոտքի վրա ասել։ Ապեր, բայց մենակ քո ոտքի վրա։ Apologize. I apologize. Չէի նկատել։ Հարգելի ընկերներ, բարեկամներ, հարևաններ, ամուսիններ, կարա։ Այս բաժակով ես առանձնակի ուզում եմ խմել Միկայի, Նորիկի, Գարիկի և անհամես չթվա իմ կենացը։ Բայց դու ինչ կապ ունես իրանց հետ։ Իրանք լավ տղերք են։ Դու մաքսիմում այ տղա ես։ Ես էլ առաջի անգամ որ Արտուրին տեսա, ընդհանրապես չէի սիրում։ Իսկ հիմա ոչ մի բան չի փոխվել։ Նորից չեմ սիրում։ Նորից չեն սիրում, սիրում են կրկին։ Բայց այլ թեմա է։ Այս բաժակով ես ուզում եմ խմել 21-րդ դարի ամենահաջողված բիզնեսմենների կենացը։ Ռուսական շուկա մտնելու մեր առաջին փորձը կարելի է համարել հաջողված, ալկոբարոնայք։ Լուրջ։ Այդ ռուսները համաձայնվել են։ Հարկավ։ Գործով այնպիսի պրոֆեսիոնալ էր զբաղվում, որ հաջողությունը կամի ժամանակի հարց էր։ Ուներ մի 2-3 հազարի նոտարական թարգմանչական ծախսեր կան, բայց դա նի վապրոս կճարենք։ Հայ մանյակ, Միկա թարգի չի դզում։ Արի յուր ջան, արի։ Արի նստի։ Համեցի։ Պրիվետ։ Մի բան խմես։ Վայ չէ, շնորհակալություն։ Այ, Իզա, կարեջուր մեր ընկերոջը բեր, Գյումրի բեր։ Ես շտապում եմ, ուղղակի Էրիկայի կողմից ասես նամակը հանձնեմ ու գնամ։ Ապեր չկպրես, կարող է Սիբիրսկի յազվա է։ Էդ ինչ տեսար Միգել։ Ապեր շատ բան տեսա, բայց հələ որ նամակը կարդանք։
Իմ քաջությունը չբավարարեց անձամբ ներողություն խնդրել Սոֆայից, խնդրում եմ վերջին անգամ քեզ նեղություն պատճառեմ, դու իմ փոխարեն ասա կներես։ Ես վաճառել եմ բնակարանս ու տեղափոխվել եմ ուրիշ թաղամաս, իդեպ շնորհիվ ձեր սրտացավ վերանորոգման, այն վաճառել եմ նախատեսածից շատ ավելի թանկ, այդ իսկ պատճառով ավելի լավ շնորհակալություն, քան գումարն է, չէի կարող մտածել։ Այդ Սիբիրսկի язва չի է, այդ բոմբա։ Մեր նոտարական ու թարգմանչական ծախսերն են, սրանով կլուծենք։ Մալադեց Էրիկա, 1000 մալադեց։ Ապեր, բայց տեղ մինիմում մի 5-6 հազարի մալադեց։ Кайфуем, сегодня мы с тобой кайфуем. А я опять себя целую. И забываем обо всем. Кайфуем. Тебя я сам себе ревную. Да просто мы с тобой кайфуем, не вспоминая ни о чем. Кайфуем. Сегодня мы с тобой кайфуем. Կարա, էսի չա կատարվում։ Դե գուլյա տարեք։ Кайфуем. Тебя я сам себе ревную. Да просто мы с тобой кайфуем, не вспоминая ни о чем. وقتی انیم ساعت تو خطوکی Պատիժը թե ամփոփ ու անձրևոտ Զավեշտը թե կոնկրետ շակատագիր դոմինո Այ քեզ կինո և կապչունի խող հարարեց Ռութե մերսող Կեզ հարկավոր է սիրել ու մի քիչ էլ փող Կեզ հարկավոր է ասել ես այլ ոչ թե